Սիրելի գրադարանավարներ եւ գրադարանային գործի նվիրյալներ, սրտանց եւ անհուն ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիդ մասնագիտական օրվա առիթով, մաղթելով քաջարող կյանքի երկար օրեր, ծով համբերություն եւ երջանկություն։ Դուք գիտելիքի եւ լույսի փոխանցողներն եք մեզ ամենքիս։ Եղեք առողջ եւ միշտ լուսավոր։ Ինձ համար մեծ հաճույք է շնորհավորել գրադարանավարներին։ Այսօր ձեր օրն է, ես ձեզ ողջունում ու շնորհավորում եմ, դուք շատ կարևոր գործ եք անում։ Ամեն անգամ գրադարանավար ասելիս ես հիշում եմ մեր դպրոցի գրադարանավարին, ում հետ ես շփվում էի, որ ես աշակերտ էի, երեխա էի, 10-11-12 տարեկան։ Մենք իսկական ընկերներ էինք։ Ինքը գրքեր էր ինձ խորհուրդ տալիս, ես համաձայնվում էի, չէի համաձայնում, քննարկում էինք գրքերը։ Ու այդ ժամանակվանից գրադարանավարը ինձ համար բարի, մեղմ եւ բանիմաց անձնավորություն է։ Ես ձեզ ողջունում եմ մի անգամ էլ։ Սիրելի գրադարանավարներ, շնորհավորում եմ ձեր տոնը, ցանկանում եմ ձեր գործում միշտ լինել գիտակ եւ հաջողակ։ Ասեմ, որ գրադարանը բոլորին է օգնում, ովքեր որ օգտվում են գրադարանից։ Գրադարանը միշտ եղել է եւ մնում է իմ սիրելի անկյուններից մեկը։ Դրա համար ցանկանում եմ, որ դուք անպայման տարի ավելացնենք ձեր ընթերցողների քանակը։ Կան ընթերցողներ, բայց ես նկատել եմ, որ նրանք միջի եւ մեծ տարիքի մարդիկ են, երիտասարդները շատ քիչ են, որոնք օգտվում են գրադարանից։ Ձեզ հաջողություն։ Սիրելի գրադարանավարներ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ բեղուն գործունեություն, շատ ընթերցասեր հասարակություն, նորանոր ձեռքբերումներ եւ ստեղծագործական մեծ վերելքներ։ Շնորհավոր ձեր տոնը։ Մեր ժամանակներում քաղաքական դիսկուրսը կարծես ամեն ինչ ճիշտակով է արել, բայց շատ ուրախ եմ, որ գրադարանավարի օր եք դուք նշում, աշխատում եք գրադարանում, մեր կյանքը գրադարաններում է ապրծել, անձամբ ես ուսանող շրջաններից մինչև հիմա գրադարանում եմ, գրադարանը համարում եմ մշակութային կարևոր տեղ, վայր, ազգը կրթվում է գրադարաններում։ Ես ուրախ եմ, որ նաև այսօր մեր հանրային գրադարանը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, բարեկիրթ սպասարկում, գրադարանավարները մեր սիրալիր, տեղյակ, բանիմաց, գործին տեղյակ, ընդառաջող, մի խոսքով ազգային գրադարանը, պետական գրադարանը մտավորականի համար 3 այսօր եւ վաղը լինելու է կենտրոն, լինելու է սրբություն սրբից։ Ընդհանրապես գիրքը մեր կյանքում շատ, իմ կյանքում ամեն դեպքում շատ մեծ նշանակություն ունի, ճիշտ է հիմնականում դա մասնագիտական գրականությունն է վերջին տարիներին, բայց միևնույն է գիրքը, այդ հոտը, որ զգում ես գրքի եւ գրքի ձևավորումը կարևոր նշանակություն է տալիս գրքին, ինչքան են որ տեխնոլոգիաները զարգանան, ինչքան են որ մեր կյանքը շարժվի դեպի այդ տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին, գիրքը մնալու է, ես հավատում եմ, մնալու է միշտ մեզ համար շատ ավելի կարևոր։ Շնորհավորում եմ սիրելի գրադարանավարներ, ձեր մասնագիտական տոնի առիթով, մաղթում եմ տոկունություն, համբերություն, լավ տրամադրություն, որտեղ ես շատ եմ շփվել գրադարանների հետ, միշտ իմ անցած ուղին եւ ներկա ուղին կապված է գրադարանի հետ եւ կար մեզ մոտ մեզանում դեռ կան գրադարաններ, որտեղ կարող ես փնտրել, գտնել այն ինչ որ ընդհանրապես չկա, կարևոր գրքեր, այնպես որ առողջ եղեք, հետևեք ձեր առողջությանը, որովհետև կարևոր է դա ձեր աշխատանքում եւ լավ մարդիկ թող ձեզ շատ հանդիպեն, գիրք սիրողներ եւ ուղղակի մարդիկ, ովքեր հասկանում են գրադարանի կարևորությունը, այցելեն ձեզ իրենց շփիտով եւ ներկայությամբ։ Լավ, ինչ որ լավ կա, ձեզ մաղթում եմ ընդհանրապես ձեր մեջ։ Գիրն ու գրականությունը միշտ ուղեկցել են ինձ ամբողջ կյանքում եւ գրադարան հասկացողությունը ինձ համար սրբավայր է եղել։
դպրոցական տարիներին ես գրադարան մտնում եմ մեծ ակնածանքով եւ հիշում եմ, որ շատ ուշադիր էինք վարվում գրքի հետ, որ հանգարց գրադարանավարը Տիկին Հասմիկը չնեղվի, հանգարց չնեղանա եւ մեզ համար ինքը այդպես սրբություն էր այդ վայրը եւ այդ աշխատողը շատ մեծ ակնածանքով էինք մոտենում եւ իմ կարծիքով եւ ուսանողական տարիներն դարձյալ նույն ձևով եղել է։ Ես հիշում եմ, որ մտնում էինք հանրապետական գրադարան եւ ինչ լրացումներ, ինչ ակնածանքով էինք մոտենում գրքերին, գրադարանավարներին։ Ես երբեմն հանդիպումներ եմ ունենում գրադարաններում ընթերցողների հետ, արվեստասերների հետ եւ ուզում եմ ողջունել գրադարանի բոլոր աշխատողներին, այսպես կոչված սրբավայրի քրմուհիներին, որոնք որ ջանք չեն խնայում գրականությունը տարածելու եւ հատկապես ուզում եմ ողջունել Հրազդանի գրադարանի գրադարանավարուհի Շուշան Ճաղարյանին։ Ամստերդամի Մատեոս Ծերեցու անվան գրադարանի կողմից սիրով շնորհավորում եմ բոլոր գրադարանավարներից, որ կարծում եմ մենք շատ կարևոր գործ ենք անում, չնայած որ ասում են, որ թղթ է գիրքը վերանում է, բայց դա ես իրոք չեմ հավատում, ինձ թվում է, որ գիրքը եւ գրադարանը միշտ էլ կարևոր դեր կունենա մեր աշխարհում։ Գրադարանի օրը կամ գրադարանավարուհու օրը նույնն է ինչ մարտի 8-ը, ինչքան գրադարանավարուհի եմ հիշում, փոքրուց մինչև այսօր բոլորը կանայք են, մեկը մյուսից գեղեցիկ։ Հենց որ բոլորին շնորհավորում եմ, համբուրում եմ, այդ աշխատանքին պիտի գեղեցիկ մարդ լինի, բարի մարդ լինի, որտև այդ կնոջ, այդ գրադարանի աշխատակցի միջոցով նաև մենք կապնվում ենք գրադարանին կապնվելով կապնվում ենք գրքին, շատ կարևոր է, ամենակարևոր բանն է, պիտի հմայիչ կին լինի, կամ շատ նենց հետաքրքիր տղամարդ, որ, ինչ ասեմ, իմաստուն, չգիտեմ, բայց ավելի լավ է կին թող լինի։ Ամենակարևոր բանն է, որտեղ ինքը գրադարանի ֆունկցիան հենց մարդուն գրքին մոտեցելն է, իսկ ոնց մոտենաս, եթե չսիրես, պետք է սիրես, որ մոտենաս, չէ։ Մի բան, որ չես սիրում, փախնում ես։ Այդ շատ կարևոր բան է։ Ուսուցիչը ու գրադարանի աշխատողը պետք է հմայիչ գեղեցիկ կին լինի, բոլորին շնորհավորում եմ, համբուրում եմ, գրկում եմ, լավ եք։ Ուզում եմ ի սրտե շնորհավորում բոլոր գրադարանավարներին, որտեղ նրանք երջանիկ մարդիկ են, իսկապես երջանիկ, նրանք գործում են գրքերի հետ, նրանք ապրում են այդ աշխարհում, որը շատ նյութական է եւ շատ հոգեվոր է, նրանք շատ երջանիկ են, շնորհավորում եմ բոլոր գրադարանավարներին եւ ցանկանում եմ, որ միշտ ունենան ընթերցող, ունենան նոր լավ գրականություն եւ շատ լավ պահել լինել, շնորհավոր։ Իսրտե շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, ձեր հետաքրքիր մասնագիտական տոնն է եւ որի հետ կապված ես քանի որ շատ եմ օգտվում գրադարանից, շատ շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար, ձեր բարեխիղճ վերաբերմունքի, ձեր բարյացակամ վերաբերմունքի համար, որովհետեւ այդ վերաբերմունքը եթե չլիներ, հաճախորդների թիվը դեպի գրադարան կպակասեր։ Շնորհավորում եմ եւ ձեզ ցանկանում եմ նորանոր հաջողություններ, նորանոր լավ հետաքրքիր զգացմունքներ։ Հայաստանի ազգային գրադարանը լինելով գլխավոր կառույցներից մեկը եւ կոթողային կառույց
այդ աշխարհում շատ մեծ դեր եւ նշանակություն ունի մեր կյանքում եւ մենք պետք է կարողանանք այդ գրադարանին առնչվել ինչպես սրբություն սրբոցի, քանի որ ազգային գրադարանը այն իրոք սրբավայրն է, որտեղ պահպանվում են մեր ինքնության վավերագրերը։ Շնորհավորելով գրադարանավարներին եւ բոլոր գրադարանավարներին, ուզեի, որ նրանք ապրեին շատ երջանիկ, լինեին եւ անձնապես եւ անձնական կյանքում երջանիկ եւ կարողանային շատ ավելի մեծ ջանք եւ հնարավորություն ներդնել գրադարաններում աշխատելու իրենց մեծ առաքելության մեջ, որովհետև իսկապես լինել գրադարանավար նշանակում է ունենալ առաքելություն։ Շնորհավորում ենք Հայաստանի ազգային գրադարանի բոլոր աշխատակիցներին եւ բոլոր ընթերցասերներին, կցանկանայինք, որ նորանոր լավ գրքեր կարդան բոլորը։ Կարդալը գրագիտության հիմքն է ու դրա ամենամեծ աղբյուրն էլ գրադարանն է, հետևաբար գրադարանի օրվա առթիվ ուզում եմ շնորհավորել ու մաղթել բոլորին, որ հնարավորինս շատ կարդան, որպեսզի լինեն հնարավորինս գրագետ, որովհետև մեր երկրին, մեր ազգին պետք են շատ գրագետ մասնագետներ ցանկացած ոլորտում։ Շնորհավորում գրադարանավարի օրը։